Հովանավանքում տեղի ունեցած այդ կեղծ պատարագին կարծում եմ արժե անդրադառնալ առաջին հերթին նախընտրական համատեքստում։ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս, որ Հայաստանում երկրի ներսում իր համար որևէ կարմիր գիծ չկա, որևէ կանոն չկա, որևէ օրենք չկա, ժողովրդավար է այն երկիրը, որտեղ հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Միակ դեպքը, երբ ընտրություններով իշխանափոխություն եղել է տոտալիտար խորհրդային միություն։ Նիկոլ Փաշինյանի օրոք ընդամենը 2 անգամ է եղել ընտրություն, երկուսն էլ եղել են արտահերթ։ Այսինքն նա ընտրությունները անցկացնում է ոչ թե այն ժամանակ, երբ նախատեսվում է օրենքով, այլ այն ժամանակ, երբ իրեն հարմար է։ Այսինքն պարզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է իրենց ձեռնատու թեկնածուն։ Ուրիշ որևէ մեկը իրենց ձեռնատու չի։ Սա պարզ ասում են։ Թուրքիան էլ է ասում, Արևմուտքն էլ է ասում։ Այդ դեպքում պիտի ասեն, թե եթե մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, Ալիևն է, Թուրքիան է, ովքեր են մյուս կողմում։ Պետք է հասարակությանը համոզել, որ նիկոլական կամ ադրբեջանական մոդելի խաղաղությունը դա իրականում խաղաղություն չի, կապիտուլյացիա է, եւ դրա այլընտրանքը պատերազմը չի, դրա այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է։ Կարողանում ես սա ցույց տալ, ապահովում ես կոնսոլիդացիա։ Չես կարողանում սա ցույց տալ, դրանով իսկ դու հարցը հասարակության առջև դնում ես այնպես, որ կամ Նիկոլը թուրք-ադրբեջանական մոդելի խաղաղություն է բերում, կամ դու ռուսական մոդելի պատերազմ ես բերում։ Նիկոլ Փաշինյանի բերածը խաղաղություն չի։ Առայժմ հրադադար է, որը մեծ հավանականությամբ կխախտվի, հենց որ այս իշխանությունները հրաժարվեն որևէ պահանջ կատարել։ Առայժմ ամեն անգամ իր կարմիր գծեր հատելու նշաձողը բարձրացնում է, այսինքն ավելի կոպտորեն է ոտնահարում հերթական կարմիր գիծը, եւ մենք պիտի փոխվենք, որպեսզի լինի այդ իշխանափոխությունը։ Հակառակ դեպքում չի լինելու։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Հովանավանքում տեղի ունեցած այդ կեղծ պատարագին կարծում եմ արժե անդրադառնալ առաջին հերթին նախընտրական համատեքստում, որովհետև այն ինչ տեղի ունեցավ այնտեղ ակնհայտորեն իր մեջ նաև ներքաղաքական նախընտրական տրամաբանություն էր պարունակում։ Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պառակտել կամ ոչնչացնել բոլոր այն կառույցները, որտեղ պոտենցիալ վտանգ է զգում։ Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս, որ Հայաստանում երկրի ներսում իր համար որևէ կարմիր գիծ չկա, որևէ կանոն չկա, որևէ օրենք չկա, եթե դա իրեն հարմար չէ, իսկ եթե իրեն հարմար չէ, ինքը կարող է խախտել ցանկացած օրենք, ցանկացած նորմ, որովհետև ինքը այդպես է ուզում։ Այդ դեպքում էլ տեսեք առաջին հայացքից թվում է, որ Մայրաթորի դիրքորոշումը հստակ է, անխոցելի է, այսինքն Մայրաթորը ինչ որ հարց է լուծում, որը իր իրավասության ներքո է, քահանային կարգալույծ է անում, հետեւաբար նա իրավունք չունի պատարագ մատուցել, անխոցելի է, որևէ բան չես կարող ասել, բայց որն է օրվա իշխանությունների Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Կապ չունի այդ արդար էր կարգալույծ անել, այդ քահանային անարդար էր, չէ՞, իրենք են այդպես որոշել, այս Նիկոլ Փաշինյանը ասում է, չէ, քանի որ իմ կարծիքով դա արդար չի, ես թքած ունեմ ձեր այդ որոշման վրա, ես վարվում եմ այնպես, ինչպես ինքս եմ հարմար գտնում, եւ հավաքում է իր թիմակիցներին, չգիտեմ, կուսակցական այդպես նեղ խմբակին, գնում է ակնհայտորեն բոլորի ներկայությամբ քրեական օրենսգրքում երևի դա կոչվում է առանձնակի ցինիզմով, անգնում եւ այդ կանոնը խախտում է, սա է տեղի ունենում։ Եվ սա ընդհանրապես այս իշխանությունների գործելավոճն է, նրանք հատում են ինչ-որ կարմիր գիծ, մի պահ պաուզա են տալիս, տեսնեն թե ինչպիսին կլինի հակազդեցություն, ուժեղ կլինի թե թույլ, եթե թույլ է, ավելի կոպիտ մեկ այլ կարմիր գիծ են խախտում եւ այսպես շարունակ։ Օրինակ, Բագրատ Սրբազանին կանոնավորեցին, ինչ որ բողոքի ցույց եղավ, բավական հզոր, ինչ որ դրսևորում, հետո ծրվեցին տներով։ Հետո Միքայել Աչապահյանին կալանավորեցին։ Սամվել Կարապետյանին ինչ որ մի նախադասության համար կալանավորեցին, ինչ որ բողոք եղավ, շատ լավ կազմակերպված
բողոքի ցույց եղավ թանկանոց պլակատներով, բան, հետո ծրվեցին տներով, անցավ գնաց։ Գյումրիի առաջնային մանդատ ունեցող քաղաքապետին կալանավորեցին, ինչ որ բողոքի ցույց եղավ, ինչ որ աղմուկ բան, մի քանի տասնյակ հոգու կալանավորեցին, լցրեցին բանտերը, մոռացվեց գնաց։ Հովանավանքում փաստացի զավթվեց այդ վանքը, այնտեղ ոտնահարվեց մայրաթոռի 100-ամյակներով գործող կարգը, օրենքը, մի քիչ սոցկայքերում բողոքեցին, մոռացվեց գնաց։ Հիմա ինչ եմ ասում, որ այս ամենը պետք է դիտարկել նախընտրական համատեքստում։ Նույն հաջողությամբ Նիկոլ Փաշինյանը անելու է քաղաքական կուսակցությունների հետ ընտրություններից առաջ։ Այսինքն ինչ է անելու։ Անելու են հետո ինչ որ ժողովրդավարություն է Հայաստանում, օրենքները թույլ են տալիս, որ կուսակցությունները մասնակցեն ընտրություններին բոլորը, խոսքի ազատություն, բան, քաղաքական ազատություններ, բոլորը իրավունք ունեն, բայց հենց որ ցանկացած բանի Նիկոլ Փաշինյանը նույն դրամաբանությամբ ասում է, գիտեք ինչ, հետո ինչ որ ժողովրդավարություն, ինչ ժողովրդավարություն, օրինակ այս կուսակցությունը ինձ դուրս չի գալիս։ Այդպես չի ասում, ասում է, մենք տվյալներ ունենք, մամուլը գրում է, որ դրանք, չգիտեմ, KGB-ի գործակալներ են, օտարերկրյա գործակալներ են, դրա համար էլ իրենց թույլ չենք տալիս մասնակցել։ Նույն դրամաբանությամբ էլի եմ ասում։ Եվ ինչն է խանգարելու նրան, եթե մինչև հիմա այդ բոլոր կարմիր գծերը հատելուց հետո առանձնապես դիմադրություն չի եղել, եղած դիմադրությունն էլ գնալով թուլանում է։ Ահա այս տրամաբանությունն է գործում, Նիկոլ Փաշինյանը հենց այս մոդելն է օգտագործում, իդեպ ժողովրդավարության մասին, այդ որ Հայաստանի իբր ժողովրդավարության բաստիոն է, բան չէ, ժողովրդավարությունը այդ հավաքների ազատությունը չի կամ ընտրությունները չեն, անկախ նրանից կեղծվում են, չեն կեղծվում, ինչ ձևերով են կեղծվում, մեծ հաշվով ժողովրդավարության ցուցիչը հետևյալն է, ժողովրդավար է այն երկիրը, որտեղ հնարավոր է ընտրություններով իշխանափոխություն իրականացնել։ Եթե հնարավոր չի իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, դա ժողովրդավարական երկիր չի։ Ուշադրություն դարձրեք, անկախ Հայաստանում երբևէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Անկախ Հայաստանի դեպքում։ Միակ դեպքը, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը տեղի ունեցել, ճակատագրի հեղինակն է, բայց եղել է 1990 թվականին Գերագույն խորհրդի ընտրություններով, այն ժամանակ, երբ սովետական միությունը դեռևս կար, այսինքն միակ դեպքը, երբ ընտրություններով իշխանափոխություն եղել է տոտալիտար խորհրդային միություն։ Դրանից հետո երբևէ ընտրություններով իշխանափոխություն չի եղել։ 91 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը դարձել է նախագահ, երբ արդեն փաստացի իշխանություն էր, Գերագույն խորհրդի նախագահն էր։ 98 թվականին Ռոբերտ Քոչարյանը ոչ թե ընտրություններով է դարձել նախագահ, այլ պալատական հեղաշրջումով։ 2008 թվականին Սերժ Սարգսյանին պարզապես փոխանցվել է իշխանությունը արյունով, չգիտեմ, զենքերով, տանկերով։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ընտրություններով չի եկել իշխանության։ Նա սկզբից եկել է իշխանության, հետո ընտրություններով դա ամրապնդել է։ Այսինքն ընտրությունների պահանջ այո կա սահմանադրություն, դրա համար էլ այդ ընտրությունները անցկացվում են, բայց նույնիսկ այդ պահանջը Նիկոլ Փաշինյանը ձևականորեն է իրականացնում։ Ասենք սահմանադրությունը ենթադրում է, ասենք 5 տարին մեկ ընտրություններ անցկացնել։ Նիկոլ Փաշինյանը օրոք ընդամենը 2 անգամ է եղել ընտրություն, երկուսն էլ եղել են արտահերթ։ Այսինքն նա ընտրությունները անցկացնում է ոչ թե այն ժամանակ, երբ նախատեսվում է օրենքով, այլ այն ժամանակ, երբ իրեն հարմար է։ 2 անգամ այդպես է վարվել։ Այ հիմա առաջիկայում ընտրություններ են եւ նա էլի ցույց է տալիս ամեն ինչով, որ ինքը թքած ունի այդ բոլոր այդ կանոնների վրա, վարվելու է այնպես, ինչպես ինքն է ուզում։ Հիմա կոնկրետ այդ ընտրությունների մասին, կամ այս նախընտրական արդեն իսկ սկսված այս դաժան մարտեր առանց կանոնների հիշեցնող գործընթացի մասին։ Մի կողմից հասկանալի է, թե ովքեր են մի կողմում։ Մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, պարզ ասենք, Ադրբեջանն է, Թուրքիան է, մեծ հաշվով Արևմուտքն է։ Ինչու եմ սա ասում, որովհետև տեսեք ինչպես է ներկայացում նախընտրական իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է
ես պիտի դառնամ, ես պիտի պահպանեմ իշխանությունը, վերարտադրվեմ, հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Պարզ։ Բառացիորեն նույնը հայտարարում է Ադրբեջանը։ Այդ Ադրբեջանում ասում են, եթե հանկարծ Հայաստանում ինչ որ ռևանշիստական ուժեր կան իշխանության, ընտրությունների արդյունքով կան, մենք կհարձակվենք, մենք դա թույլ չենք տա։ Սա ուղղակի նշանակում է պաշտպանել, աջակցել Նիկոլ Փաշինյանի տեխնացիան, որտեղ նույն բանն են ասում են, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի, ուրիշը ընտրվի, հարձակվելու ենք։ Այսինքն պարզ ասում են, որ Նիկոլ Փաշինյանն է իրենց ձեռնատու տեխնացուն, ուրիշ որևէ մեկը իրենց ձեռնատու չի։ Սա պարզ ասում են, Թուրքիան էլ է ասում, Արևմուտքն էլ է ասում։ Մի կողմում այս ուժերն են, իսկ ովքեր են մյուս կողմում։ Այստեղ է, որ միջև հիմա անորոշ է։ Տեսեք, երբ ասում ենք, որ Հայաստանում երբևէ ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել, այո, դա այդպես է, բայց ընտրությունները հնարավորություն են տալիս քաղաքական դաշտին համախմբվել, կոնսոլիդացվել։ Դա առիթ է, պատճառ է, որ համախմբվեն, կոնսոլիդացվեն, չկա այդպիսի կոնսոլիդացիա, չկա ընտրություն։ Հիմա այդ պահն է, կամ ընդդիմություն ասվածը կոնսոլիդացվում է, այդ դեպքում պիտի ասեն, թե եթե մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, Ալիևն է, Թուրքիան է, ովքեր են մյուս կողմում։ Եթե իշխանությունները այսօր ցույց են տալիս, որ այլընտրանքը սա է, եթե ես եմ խաղաղությունը, ես չեմ պատերազմը, պիտի ցույց տալ, որ նախ հրադադարն ու պատերազմը, խաղաղությունը տարբեր բաներ են եւ այնինչ հիմա կա ընդհանրապես հրադադար է, ինչը շատ լավ է, բայց դա խաղաղություն չի։ Եվ երկրորդ, պետք է հասարակությանը համոզել, որ նիկոլական կամ ադրբեջանական մոդելի խաղաղությունը նա իրականում խաղաղություն չի, կապիտուլյացիա է, եւ դրա այլընտրանքը պատերազմը չի, դրա այլընտրանքը արժանապատիվ խաղաղությունն է։ Կարողանում ես սա ցույց տալ, ապահովում ես կոնսոլիդացիա։ Չես կարողանում սա ցույց տալ, դրանով իսկ դու հարցը հասարակության առջև դնում ես այնպես, որ կամ Նիկոլը թուրք-ադրբեջանական մոդելի խաղաղություն է բերում, կամ դու ռուսական մոդելի պատերազմ ես բերում։ Այդ դեպքում չեն նայելու, թե խաղաղությունը ինչպիսին է, ինչ մոդելով է, հասարակությունը այդ դեպքում ընտրություն է կատարելու խաղաղության օգտին, բնականաբար, որտեղ եթե դա է այլընտրանքը, պատերազմ թե խաղաղություն, ցանկացած հասարակություն խաղաղության օգտին է քվեարկելու։ Ուրեմն պիտի ցույց տալ, որ դրա այլընտրանքը պատերազմը չի, այլ նորմալ խաղաղությունն է, բալանսավորված խաղաղությունն է եւ ոչ թե ադրբեջանական մոդելի խաղաղություն, որը իրականում խաղաղություն չի։ Ինչպես դա ցույց տալ, շատ այդպես բարդ բան չի, որովհետեւ եթե Թուրքիային, Ադրբեջանին պետք է այդ խաղաղությունը, թեկուզ ճակերտավոր, ապա մեզ բնականաբար հաստատ պետք է այդ խաղաղությունը, բայց եթե նաև իրենց է պետք, ուրեմն պիտի բալանսավորված լինի այդ խաղաղությունը։ Այսինքն մի բան, որ տալիս ենք, մի բան էլ պիտի մենք ստանանք։ Սա է բալանսավորումը։ Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա եւ կապիտուլյացիայի պարտադրած խաղաղությունն է։ Պետք չի ցույց տալ, որ խաղաղությունը Նիկոլ Փաշինյանը չէ։ Նիկոլ Փաշինյանի վերածը խաղաղություն չի։ Առայժմ հրադադար է, որը մեծ հավանականությամբ կխախտվի, հենց որ այս իշխանությունները հրաժարվեն որևէ պահանջ կատարել։ Չեմ ասում մասշտաբային պատերազմ, բայց ճնշումները, առիթները միշտ կլինեն, սահմանազատում, բան հասկանալի է։ Կարողանում է հասարակ ընդդիմությունը կոնսոլիդացնել, օգտագործելով ընտրությունների հնարավորությունը, լինում է ընտրությունը։ Չի կարողանում, ուրեմն ոչ մի ընտրություն էլ չկա, Հայաստանը շարունակում է մնալ ոչ ժողովրդավարական երկիր, որովհետև հնարավոր չի լինում ընտրություններ, անգամ տեսական հնարավորություն չի լինում ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Իսկ այն որ Նիկոլ Փաշինյանը հենց որ այդ վտանգը զգա, ցանկացած մեկն որ վտանգ զգա արգելելու է, կամ ինչպես ինքն ասում, դուրս է շպրտելու քաղաքական դաշտից, իհարկե արգելելու է եւ իհարկե դուրս է շպրտելու։
Եթե դիմադրություն չտեսնի, առայժմ ամեն անգամ իր կարմիր գծեր հատելուին նշածողը բարձրացնում է, այսինքն ավելի կոպտորեն է ոտնահարում հերթական կարմիր գիծը եւ միևնույն է դիմադրություն չկա կամ եղած դիմադրությունը գնալով թուլանում է։ Այս տենդենսի դեպքում մենք ընտրություններում հազիվ թե ընտրությունների միջոցով կամ ընտրությունների նախորդին կամ այդ ընթացքում հազիվ թե Հայաստան հնարավոր լինի ինչ-որ բան փոխել, այսինքն հույս ունենալ, որ այ ընտրություն կլինի, կփոխենք երկիրը, այդպես չի։ Մենք պիտի փոխվենք, որպեսզի լինի այդ իշխանափոխությունը։ Հակառակ դեպքում չի լինելու։ Այսօր այսքանը կհանդիպենք։